Գալուստ լույսը վառիր տղամարդ։ Ողջույն։ Կին, ով ոչ թե չի սիրում աշխատել, չի աշխատում եւ չի ձեռք բերում իր սեփական գումարը։ Ինչ հոգեբանությամբ է ապրում այդ կինը, ով է նա։ Մենք բոլորս ունենք պահանջմունք ինքնուրույն լինելու, ինքնաբավ լինելու, անկախ լինելու կամ ինքնավար լինելու։ Ոնց է օրինակ երեխան 1.5 տարեկան որ սկսում է քայլել, արդեն քայլում է, որոնք գնում է որ ձեռք տաս վերցնես չի թողնում քեզ, որովհետև ինքնավարությունը պիտի զարգանա ու նվազագույն փորձերով։ Հետևաբար ցանկացած անձ ունի այդ պահանջմունքը։ Եվ եթե մենք տեսնում ենք անձի, ով չունի այն ռեսուրսները, որի միջոցով կարող է ինքնուրույն լինել, հետևաբար այստեղ մի բան այն չէ։ Սա որպես էվոլյուցիա, հա, սաղմը դարավ, չգիտեմ, ավելի մեծ, հետո երեխա։ Բայց մի րոպե, մեր օրինակում մտվել պարագայում ինքնաբավությունը մարդը վերցնում է ամուսնուց, որտեղ ամուսինը ամեն ինչով ապահովում է եւ այդ կին ասում է ինչու պետք է մնում է սաղմնային վիճակում։ Ինչու աշխատեմ։ Այստեղ իհարկե տարբեր դեպքեր կան։ Որն է։ Եթե մենք տեսնում ենք ամուսիններ, զույգեր, ովքեր փոխհամագործակցում են, դա որն է։ Այսինքն փոխաջակցելով են ապրում։ Հստակ ոչ թե կա բաժանված դեր, ես սա եմ անում, դու սա ես անում, ես գումար եմ աշխատում, դու ափսեներն ես։ Հա, գործարք։ Այո, գործարքային չի, այլ փոխաջակցային։ Ով ինչ կարողանում է։ Աջակցում են, նա երեխաներն է պահում, տուն տեղ կեցախ, այն մյուսը գումար աշխատում։ Բաժանում։ Այո, բայց երեխաները մեծանում են։ Մեծանում են։ Ու տվյալ կինը զրկվում է մոր այն դերից, որը բավականին մեծ է, որովհետև երբ երեխաները ուրիշ են այլ դերը, երբ արդեն մեծանում են, ինքնուրույն են դառնում։ Կողքին է եղել երեխաների, մեծացրել է։ Ուզում եք ասել երեխաները այլ կերպ են մորն ընդունում, մայրը գործնում է իր դերակատարությունը։ Մենք վերցնում ենք հետևյալ դերը։ Երբ ամուսինը կարողանում է ապահովել ընտանիքը եւ կինը ֆիզիկապես աշխատելու, սոցիալապես աշխատելու կարիք չունի։ Լավ, այստեղ կարծես նորմալ է, հա, կարծես, բայց սա կրկին մշակույթով է պայմանավորված, որովհետև աշխատելը միայն գումար վաստակելը չէ, աշխատելը սոցիալական կապերն են, աշխատելը սոցիումի մեջ հաստատված լինելն է, քո դերը ունենալը, սոցիալական շփում ունենալը։ Բայց կոմֆորտ զոնան լքում է այդ կինը, չէ՞, ասում է, ես պետք է իմ տեղս թողնեմ, դուրս գամ, գնամ ինչ-որ տեղ։ Նաև կա տանից աշխատանք։ Ահա, չունի, այդ սոցիում չունի դերակատարում, բայց ունի իր գումարը։ Մատնահարդար է, տանը ընդունում է ինչ-որ մասաժեններ։ Համակարգչի առաջ ինչ-որ բան։ Այստեղ եթե մենք կարևոր չափորոշիչ վերցնում ենք գումար աշխատելը։ Եկեք գումարից սկսենք, որ բաժանենք, տարանջատենք, հասկանանք։ Կին, ով վաստակում է իր գումարը, թեկուզ քիչ, ոչ թե տանկերագրողն է։ Եվ կին, ով չի կարողանում, չունի իր անգամ 1 դրամը եւ չի ունեցել։ Բնականաբար ով է երկուսից ավելի ինքնաբավ, ավելի զարգացած, ավելի հուսալի, ավելի կայուն։ Նա ով իր վրա վերցնում է պատասխանատվություն ստեղծել միջոցներ, նա ով չի վախենում ինչ-որ իրականացվելու սեփական ռեսուրսները օգտագործելուց, նա ով պատրաստ է սոցիումի մեջ ընդգրկվել, բայց կան կանայք, հատկապես մեր մշակույթում, ովքեր իրենց հայրական ընտանիքում սովորել են, որ կնոջ գործառույթը միայն երեխա ունենալը կենցաղն է, կենցաղավարություն։ Դուք գնացիք շատ այսպես խորքեր, բայց հիմա էլ կա։ Բայց իման ուրիշ է, ժամանակ կարծես թե ընտանիքի դրույթն է եղել։ Իսկ հիմա ասում եմ, ես այնքան լավն եմ, մի քիչ առաջ խոսեցինք աղջիկների հետ, ամերկանաց հետ, այսպես, ես այնքան լավն եմ, գեղեցիկ եմ, պահանջված եմ, ցանկալի եմ, որ այդ տղամարդը, այո, ինձ ապահովում է ամեն ինչով։ Ստացվում է, որ ես կամ ինչ-որ մեկը, որ աշխատում է, այնքան էլ լավը չի, որ պետք է իր հանապազորը հացը վաստակի։ Այստեղ մոտիվները տարբեր են։ Մեկը կարող է պարզապես խանդը լինի, որպեսզի կինը չգնա աշխատի, ուրիշ հետ չշփվի։ Մյուսը բռնություն ունենալու քողարկված ձգտումը, ֆինանսական բռնություն, որ կինը չաշխատի եւ իրենց կախված լինի։ Մյուսը պարզապես իրենից առաջ չանցնի։ Մյուսը թե հանկարծ ընկերները իր մշակույթի մնացած անդամները ինչ կասեն, քո կինը աշխատում է։ Այստեղ մոտիվները տարբեր են։ Եթե կինը ասում է, որ ամուսինս աշխատում է ու ես ոչինչ չանեմ, որ ես լավն եմ, սիրուն եմ, գեղեցկանում եմ, թող ամուսինս էլ աշխատի, սա նման է գործարքի։ Ես քո համար գեղեցիկ եմ, տանը լավն եմ, սպասում եմ, իսկ դու ինձ համար ֆինանսս բերում։ Ես կարծում եմ, սա առողջ մոդել չէ։ Զույգերի առողջ մոդելը փոխհամագործակցությունն է։ Ինչ է դա նշանակում։ Ամուսինը ունի իր կյանքը, իր կարիերան, աշխատանքը, ընկերները, սոցիումը եւ այլն։ Կինը նույնպես ունի իր կյանք, աշխատանքը, ընկերներ, իր բաժինը եւ նրանք միասին էլ ունեն ինչ-որ մի բան։ Բայց եթե ամուսինը օրինակ ունի ամեն ինչ, կինը շատ փոքր բան, հետեւաբար ով է ումից կախված լինելու։ Բնականաբար կինը ամուսնուց։
Եթե գումար չի աշխատում այդ կինը, թե աշխատում է բայց քիչ։ Այստեղ գումարը աշխատելը ընդամենը սիմվոլն է, որովհետև որպեսի գումար աշխատես, դու պիտի սովորես, դու պիտի տանից դուրս գաս, հարաբերություններ հաստատես, պատասխանատվություն իրականացնես, պահանջես, աշխատես քո վրա, հարաբերություններ ունենաս, որի արդյունքում քեզ վճարեն։ Գումարը միայն սիմվոլն է։ Այստեղ ինքնուրույն լինելու հարցն է։ Գրիգորյան, եկեք այսպես օրինական կնոջից սահուն անցում կատարենք սիրուհուն։ Կին, կրկին կին, հա, տղամարդու սիրուհի, ով կրկին չի աշխատում, ինչպես ռուսներն են ասում, սադержանկա, հա։ Եվ այդ տղամարդը որպես կանոն ապահովում է նրա գոյությունը եւ ոչ միայն, այլ լիարժեք, լավ, հարուստ գոյությունը։ Այստեղ ինչ մոդել է աշխատում։ Մաքուր գործարք։ Հասկացա։ Այսինքն դու չգիտեի, որ դա մաքուր գործարք է։ Չէ, այստեղ շատերը ասում են դա եւ երկու կողմեր, որ դա սեր է։ Կինը գունավորում է արդյոք դա սեր է, ահա։ Եվ նա փոխհատուցում է։ Եկեք հասկանանք ինչ է սերը, որովհետև եթե լսենք շատ պոետների, այնքան կաղճատվի սիրո գաղափարը, որ մենք նույն բանը չենք կարող։ Չի գտել սեր, եկել է այստեղ։ Այլընտրանքային ճանապարհ։ Այդտեղ սեքսուալ բավարարվածություն է ընդհանրապես։ Եթե սեր լիներ, կբաժանվեր, կապրեր նրա հետ։ Պարտականություն է։ Այստեղ սերը, երբ դու գնահատված ես, երբ կարևորված ես, երբ ընդունված ես, երբ ապահով ես դիմացինի կողմից լսված ես, քեզ ուշադրություն է դարձնում։ Սերը ծնվում է ծնող-երեխա հարաբերության ժամանակ։ Երբ ծնողը տալիս է առողջ վերաբերմունք, երեխան այդ ամեն ինչի հոգեհուզական վիճակը զգում է, մենք բառով անվանում ենք սեր, որը երբ ամուսնանում ես, դու ունեցել ես առողջ մանկություն, դու նույնը կարողանում ես վերարտադրել ամուսնական հարաբերությունում, զույգընկերային հարաբերություններում։ Սրան անվանում ենք սեր։ Բայց եթե դու գնում ես ինչ որ գեղեցիկ կազմվածքով եւ այլն կոչաշողով կնոջ մոտ, ունեն մեզ կոնտակտ, որի արդյունքում դու նրան պահում ես գումարով, այստեղ ստացվում է դու գնում ես նրա ծառայությունը։ Դու գնում ես, այո, պարզապես այլ ֆորմատով։ Այլ ֆորմատով։ Շատ կանայք մենք նույնպես քիչ առաջ նման օրինակ բերեցինք, այսպեսի խնդիր են դնում ամուսնու առջև, որ այո, երեխա պահելը, տուն, ճաշ, մաքրություն, կերակուր արդեն ասեցի, դա նույնպես աշխատանք է եւ ոչ պակաս կարեւոր, ինչը պետք է վարձատրվի։ Իմ ամսական աշխատավարձը ես համարում եմ, որ դա ոչ թե դու ինչ որ լավություն ես անում կամ չգիտեմ, այլ դա իմ վաստակած աշխատանքն է տան ծախսերը, հոգսերը հոգալու համար, երեխաների եւ այլն։ Սրա մասին ինչ կասեք։ Նույնպես գործարք չի։ Անշուշտ սա իսկապես աշխատանք է, չեն կարող ժխտել ու սա բարդ աշխատանք է։ Չեմ հիշում ինչ հետազոտություն էի կարդացել, որտեղ ասում է, որ հավասար է կնոջ օրվա աշխատանքը, հատկապես հայ կանանց, ինչպես պրոֆեսիոնալ մարզիկի 2 ժամվա օրվա պարապմունքին ու մարզմանը։ Բավականին էներգատար է, համաձայն եմ։ Բայց այստեղ կրկին դառնում է գործարքային, որովհետև առողջ հարաբերության սկիզբը համագործակցությունն է, միասին այս կյանքը ապրել առողջ, երջանիկ, միասին։ Ոչ թե դու սա ես անում, ես սա եմ անում ու վերջ դրանով որոշված է, այլ փոխ աջակցությամբ մենք ունենում ենք երեխաներ, փոխ աջակցությամբ մենք ունենում ենք սնունդ, մենք ունենում ենք սնունդի աղբյուր, գումար, մենք մեծացնում ենք երեխաներին, մենք ստեղծում ենք առողջ մթնոլորտ։ Բայց դրանք չգրված օրենքներ են, չէ՞, կյանքի դրվածքներն են։ Ի վերջո այստեղ ճիշտ ու սխալ կա, թե հա, այսինքն վերարտադրողականություն դրված է այսպես թե այնպես կնոջ վրա։ Ճիշտ ու սխալ իհարկե չկա։ Հո չեն կարող միասին ասել դու այ լավ, այս անգամ դու երեխային բեր։ Ծննդաբերի, ես էլ ճիշտ ու սխալ չկա, բայց մարդը հատկապես կենթանուց նաև ինչով է տարբերում, որ ոչ միայն ապրում է, բանականության ոչ թե ապրում է, ոչ միայն սերունդ է տալիս, այլ փորձում է այդ կյանք ապրել երջանիկ։ Այո, մենք կարող ենք տեսնել զույգերին, որտեղ ամուսինը վաստակում է ու կինը միայն տան աշխատանքն է։ Եվ այստեղ երջանկությունը գումարի մեջ է, գումարի չափի մեջ է, այդ կնոջ համար։ Եթե իրենց մշակույթով դա երջանկություն է, այդպես ապրում են, բայց ես կարծում եմ դա դեմ է ի սկզբանե մարդու առողջ մոդելին, որովհետև դու պետք է ինքնակայանաս, դու պետք է ինքնուրույն լինես, եթե ուզում ես առողջ լինես, դու պետք է կարողանաս դուրս գալ, հողոց դուրս մարդկանց հետ շփվել, խնդիր լուծել, լինել ինքնուրույն։ Մի օրինակ պատմեմ, որը երազանց կարտացոլի այս իրավիճակը։ Իրականում ցավալ է օրինակ է, բայց դա շատ լավ նկարագրում է։ Ամուսինը տարիքով համեմատաբար մեծ բավականին ֆինանսական ներուժ ունեցող ամուսնանում է երիտասարդ մոտ 20-22 տարեկան աղջիկը հետ։ Չի ունենում կրթություն տվյալ աղջիկը, չի ունենում մասնագիտություն։ Նրանք ամուսնանում են, երեխաներ են ունենում,
ու կնոջ երազանքը կարծես իրականում է մի օր բարձում է ամուսինը պարտքեր ունի, ինչ որ սնանք է եւ այլն, ինչ որ պատճառով մահանում է։ Ամբողջությամբ վերցնում են ձեռքից գումարը, թե ինչ որ ազարտային խաղերի չեմ հիշում, ինչ կախվածություն ունեն։ Մի խոսքով ամբողջ գումարը վերցնում են, իրական պատմություն։ Կինը մնում է դրսում երեխաների հետ, առանց մասնագիտության, առանց կրթության, առանց եկամուտ ձեռք բերելու որևէ կարողության եւ նա ոչինչ չէր կարողանում անել։ Այսինքն չուներ ոչ մի ծիր քննություն, որևէ եկամուտ ձեռք բերելու։ Մեկ օրում պայմանագիրը խզվում է, ինչպես ասում են։ Այո, ու սա ինչ է արտացոլում, որ այստեղ կարևոր է ինքնուրույնությունը, ցանկացած առողջության հիմքում ինքնուրույնությունն է։ Նույնիսկ եթե ամուսինը մատակարարում է, եթե այդ ամուսինը չլինի, կինը պիտի կարողանա ինքնուրույն ինքն իրեն պահել նվազագույնը։ Իսկ այդ կանայք գիտակցում են, հետաքրքիր է, ովքեր հիմնական այսպես խնամակալության տակ են ամուսինների, գիտակցում են, որ մի օր կարող է այսպես ֆորս մաժորային, հա, իրենցից Աստված հեռու պահի, բայց գա օր, որ կարող է նրանք այո մնան այսպես ապրում են այսօր ով է մտածում վաղը շատ դեպքերում հոգեբանությամբ են ապրում։ Ունեն արդյոք նրանք այդ վախի զգացողությունը։ Շատ դեպքերում Թե հեռանկարային նրանք ապրում են իրենց ունեցած առաջնային մոդելով։ Այսինքն ընտանիքում այդպես է եղել։ Ընտանիքում տեսել է, որ մայրը ամբողջ կյանքը տունն է եղել, իհարկե։ Մայրը ամբողջ կյանքը տունն է եղել, երեխա է ունեցել, կյանքը դա է, վերջ, այդպես էլ պետք է գնա, հա։ Իր հայրը աշխատել է։ Չկա իրենց գիտակցության մեջ այլ մոդել, որ ես կարող եմ կայանալ, ես կարող եմ ինքնուրույն դառնալ, ես կարող եմ ինքս լուծել տարբեր տեսակի խնդիրներ։ Եվ եթե ամուսինները երկուսն էլ ինքնուրույնն են, երկուսն էլ կայացած են, սա ամենամեծ հիմքն է առողջ երջանիկ ընտանիք ունենալու։ Ինչպես են վերաբերվում երբեք գումար, այսպես մի լումա չվաստակած կանայք, աշխատող կանանց, գումար վաստակող կանանց։ Հոգ ու խորքում եւ ցուցադրաբար նաեւ։ Բնականաբար, եթե այդ կանայք իրենց ներսում դժգոհ են իրենց կարգավիճակից, բայց դժգոհ են արդյոք։ Կան կանայք, ովքեր դժգոհ են։ Իսկապես, որովհետև շատերի ամուսինները պարզապես թույլ չեն տալիս։ Չէ, իսկ եթե թույլ է տալիս, ասում են, եթե հարմար աշխատանք գտնում ես, գնա արա։ Բայց կինը, չէ, կինը ասում է, գտա մի բան, այնքան լավ էր, ես օրինակ տարբերակ ունեմ, որ այնքան լավ էր, որ չստացվեց, ավելի լավ էր, հոգու խորքում փափագ ունի, որ պետք է չստացվի, բայց գտել էր, կամ ամուսինը մի բան գտնում է, չէ, հարմար չի, ուսուցիչ չէ, գնամ 60,000-ի համար, օրինակ, հա, կրթությամբ մանկավարժ է։ Այստեղ խոսում ենք երկրորդային շահի մասին։ Շատ կանայք ունեն երկրորդային շահ, ինչպես որ օրինակ շատ ծխախոտ-ծխողներ ունեն երկրորդային շահ տվյալ կանայք։ Երկրորդային շահը մեծ հաշվով ոչինչ չանելը, առանձնատու պատասխանատվություն չվերցնելը, չհոգնելը, կոմֆորտ զոնայից դուրս չգալը։ Այո, կոմֆորտ զոնան։ Քանի որ ճիշտ ու սխալ չկա այս թեմայում եւ դժվար է հանգուցալուծում գտնել այնուամենայնիվ, ձեր հորդորը կամ ձեր այսպես հա մեսեջը այնուամենայնիվ աշխատել թե չաշխատել։ Ունենալով մեկենաս նաեւ կողքին։ Աշխատանքը մարդուն, ոչ մարդուց վերածել է գիտակցական մարդու։ Մի էվոլյուցիայի ընթացքում, միլիոնավոր տարիների ընթացքում։ Այսինքն աշխատանքը, այո, անշուշտ անհրաժեշտ է քո կայացման համար, քո անձի ձևավորման, ամրապնդման համար, սոցիալական անձի քո կայացման համար, բնականաբար աշխատանքը օգնում է, բայց այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ քո աշխատանքը ցանկալի է, որ դու սիրես, այլ ոչ թե տանջվես։ Ինքնանպատակ չլինի աշխատանքը։ Կին, որը այս ամենը լսելով, ասում է, այո, համաձայն եմ, դե կյանքից բերումով, հա, վախտի բերումով այնպես է ստացվել, ամուսինս չի թողել, հետո մասնագիտություն չեմ հասցրել ձեռ, հետո հիմա այսպես չգիտեմ ինչ անեմ, բայց ուզում եմ ցանկությունը, ինչ անի այդ կինը, ինչից սկսի այդ կինը, որ ինչ որ մի բանի հասնի, թեկուզ զգա այդ 1 դրամի հաճույքը, ստացած 1 դրամի գործողությունից։ Որն է։ Մեր ուղեղում փոփոխություններ կատարվում է, մեր համոզմունքային համակարգում փոփոխություններ կատարվում են գործողություն կատարելուց։ Էական չի ինչ է անում։ Դե սկզբից ցանկություն առաջանում է, բայց ձև չգիտի։ Ապա ձև չգիտի։ Ինքը ձև չգիտի, ունի ցանկություն կամ ներքին կարիք։ Ցանկություն։ Պետք է գործողություն կատարի, էական չէ։ Չգիտի, ինչ որտեղից գնում է դիմացի ունեն բազմաթիվ օրինակներ, կանայք ամուսնացել են, այնուամենայնիվ երեխաներ են ունեցել եւ այդ արձակուրդի ընթացքում տանը նստած այնպիսի գաղափարներ է հղացել, որ վերջում վերածվել է մեծ բիզնեսի։ Կարևորը ցանկությունն է։ Մեկը դիզայն, այո, մեկը թխել ինչ որ բան։ Պարզապես ցանկությունը իրականացնել, որովհետև ցանկությունը առանց գործողության ոչ մի արժեք եւ միտք, փորձել։ Չասել, բա որ անեմ չլինի եւ կամ չի լինի։ Դա արդարացում է իհարկե, կարող է չլինել, բայց դա կարող է անել, չլինի, հաջորդան։
կամ աշխատել, կամ սովորել, բայց վերածել գործողության մի օր կստացվի մեծ Աշխատեք անկախ նրանից, թե ով է ձեր կողքին։ Մեքենաս է նա մեծ գումարներով, թե սովորական մարդ։ Կյանքը, այո, վերելք ու վայրեջքը եւ ֆորս մաժորներ ցավոք շատ են։ Շնորհակալ ենք մասնագիտական կարծիքների համար։ Ես նույնպես։ Շնորհակալ